Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ A կետը նրա մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարկության կանոններին և դրանց պահպանման երաշխիքներին։ Սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարկության կանոններ գոյություն չունեն, այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Ընդ որում խոսքը վերաբերվում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին, ընդ որում ես կարծում եմ, որ նաև եպիսկոպոսաց դասը, հոգևոր դասը պետք է քննարկի և որոշման գա մի հարցում արդյոք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է արդյոք, դա բացարձակ պայման է, պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ։ Բացի սրանից, եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է նաև հստակ պարզաբանվի, իսկ թե ինչ է դա նշանակում, որովհետև հիմա վերջին ամիսներին մենք հասկանում ենք, որ զանազան մեկնաբանություններ անելու փորձեր կան և պետք է հարցերին շատ հստակ պատասխան ունենալ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հարցերը հոգևոր դասը պետք է ինքը քննարկի և որոշի։ Այստեղ խնդիրն այն է, որ ինչ էլ քննարկի և որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն, և երկրորդը պետք է նաև մեխանիզմներ լինեն բարեվարկության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու։ Պետք է հստակ լինի, թե վարքականոնի, բարեվարկության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ, և բացի դա հանրությունն էլ պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարկության հետ կապված կոնկրետ խնդիրներ ունենալու դեպքում, փաստեր ունենալու դեպքում, որ մարմնում է, որ այդ փաստերը կարող է բարձրացնել և ստանալ հարցերի պատասխանները, ընդ որում սա վերաբերվում է թե անհատին, թե հանրությանը, որովհետև շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն։ Ուզում եմ հիշեցնել, ես այսպիսով մեկնաբանում էի իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ A կետը, հաջորդի մյուս կետերին նույնպես կանդրադառնամ։